Այս մեր շուտվանից ուզում կանաչում ասա գիտենք որ ժամանակ երրորդ հաջորդ երեխաներին դեպքանալով շապատում հասել, համահարթեցից բոլորն այն ժամանակ դա բացատրում էր նրանով, որ խրախոսքի երրորդ և հաջորդ երեխաները հիմա կանոնախար նպատակն ունի համահարթեցման եւ որ հենց առաջին երեխաներին, 4 երեխաներին, 6-րդ երեխաներին միանվագ աշխատություն տեղանում եւ հաջորդ հաղթանցս քաղաքացիներից է իրենք ինձ դիմել խոսքը ամուսնալի վարկերի ծրագրին ասում են որ ԱՎԱԿՍ-ի կազմակերպության ունեցած պարտքերը եւ չեն կարողանում փակել այս միջոցների ծրագրի միջոցով որովհետեւ տարբեր խնդիրներ առաջանում ԱՎԱԿՍ-ի կազմակերպության չգոյության հետ կապված ու մարդիկ ունեն այդ ցուցակում չեն կարողանում դուրս գալ Շնորհակալություն հարցերի համար սկսեմ առաջինից տեսեք միանվագ ծննդյան նպաստը մի հիմնական նպատակ ունի կամ պետք է ունենա, հա, այսպես ասեմ, եւ մենք վերադարձել ենք այդ մեկ հիմնական նպատակին։ Դա ծննդյան շուրջ, ծննդյան ժամանակ, նախածննդյան կամ ծննդից ինչ որ ժամանակ հետո ծախսերի փոխհատուցումն է կամ մեղմումն է, հա, երեխայի ծննդով պայմանավորված։ Եվ այդ ծախսերը որևէ կերպ չեն փոխվում երեխայի կարգաթվով, դա կլինի առաջին երեխան, երկրորդ, երբեմն նույնիսկ հակառակն է, երբ որ դու արդեն մի հատ սայլակ ունես առաջի երեխայի համար, երկրորդի համար չես գնում կամ մահճակալ եւ այդպես շարունակ։ Բայց մենք շարունակում ենք խրախուսել երրորդ եւ հաջորդ, հատկապես երրորդ եւ հաջորդ երեխայի ծնունդը մեր մշտական նպաստով, որը ես ինչպես նշեցի, 6 տարվա ընթացքում դառնում է 4 միլիոն դրամից էլ ավելի, ու միջազգային փորձն է դա ցույց տալիս, որ միանվագ տրվող գումարները դրանք հիմնականում արագ ծախսվում են, շատ արագ։ Եվ հետո երեխային աջակցելու համար այդ ընտանիքները, հատկապես բազմազավակ ընտանիքները, պարզապես գումար չեն ունենում։ Դրա համար էլ մեր երրորդ եւ հաջորդ երեխայի ծննդյան նպաստը ամսական 50,000 դրամի չափով դարձել է մշտական, այսինքն աջակցության ծրագիրը, որը ավարտվում էր 31 դեկտեմբերի 2025 թվականին։ Հիմա մշտական նպաստ է, որով մեր բոլոր քաղաքացիները, որոնք երրորդ եւ հաջորդ երեխա կունենան, մինչեւ 6 տարեկանը կստանան 50,000 դրամ եւ մենք շարունակելու ենք կենտրոնանալ հենց այդ տիպի աջակցությունների վրա, ապագայում այն ավելի լավը դարձնելու։ Հիմա չեմ ուզում առաջընկնող հայտարարություն, բայց ուզում ասել, որ դա է ճիշտ մեթոդը։ Ավելին, երբ որ մենք շփվում ենք մեր օրինակ նույն խնդիրներ ունեցող մոտավորապես ժողովրդագրական խնդիրներ ունեն հիմա աշխարհի բոլոր երկրները, շատ աֆրիկյան որոշ երկրներից, որտեղ ծննդությունը շատ բարձր է, իրենք ծրագրեր են իրականացնում, որպեսզի խթանեն, հա, ծննդությունը։ Ու երբ որ օրինակ ես իմ գործընկերներին օրինակ Արևելյան Եվրոպայում հարցնում եմ, դուք ինչ եք տալիս ձեր ինչպես եք խթանում, հա։ Իրենք ասում են, գիտեք, մենք տալիս ենք օրինակ մի ծնված երեխային 10,000 եվրո, ասում եմ, հա, լուրջ, ասում եմ, հա, 10 տարվա ընթացքում 10,000 եվրո ենք տալիս։ Այսինքն նույն բանն են անում, ինչ որ մենք ենք անում։ Կամ որոշները 5 տարվա ընթացքում, որոշները 15 տարվա, ուզում ասեմ, մեխանիզմը դա պետք է լինի, այսինքն մենք քիչ փող չենք պատրաստվում ծախսել դրա վրա, բայց պատրաստվում ենք գումարը ծախսել այնպես, որ դա իրոք ծախսվի երեխայի խնամքի, մեծացման եւ ընտանիքի աջակցման վրա, ոչ թե պարզապես այդ պահին, եւ ես չեմ ուզում վատ օրինակներ բերել հիմա, երբ որ այդ գումարները հաճախ դառնում են պարզապես գումար աշխատելու միջոց, ու մենք ցավոք սրտի շատ բազմազավակ ընտանիքներ ունենք 5+6+ երեխայով, որոնց մեծ մասը գտնվում է մեր անապահովության համակարգում, մեծ մասը։ Ծնելիության աճը շատ գլոբալ խնդիր է, ընդհանրապես ժողովրդագրությունը եւ միայն այսպիսի գործիքներով հնարավոր չի լուծել եւ շատ ակադեմիական մեծ բանավեճ կա ընդհանրապես հնարավոր է լուծել թե չէ, հիմա չեմ ուզում այդ բանավեճի մեջ մտնեմ, որովհետեւ բոլոր երկրները անում են նման ծրագրեր, մենք էլ ունենք օրինակ երեխա ունեցող ընտանիքների աջակցության ծրագիրը, երբ որ երեխա ծնվելու դեպքում հիպոթեկից ինչ որ գումար ենք տալիս կամ մարզային բնակավայրերում հիպոթեկի կանխավճարն ենք փոխհատուցում, այդ մասով էլ նոր ծրագրեր կունենանք, այսինքն շատ լայն է, նույն 16 միլիոնների ծրագիրն է ժողովրդագրական նշանակություն ունի եւ հաճախ օգտվում են այնպիսի ընտանիքներ, որոնք որ ապրում են մեծ ընտանիքով մեկ տանը, նոր երեխա չեն ունենում, որտեղ տանը տեղ չունեն եւ այդ 16 միլիոնով իրանք հնարավորություն ունեն առանձնանալու
նորակառույց բնակարանում առանձնատան ըստ էության եւ այդտեղ ավելի շատ երեխաներ ունենալու եւ ավելի լավ ապրելու, այսինքն բազմաթիվ են եւ երբ որ մենք ժողովրդագրությանը նայում ենք, ինքը օրինակ նույն ակտիվ ծերացման ծրագրերն են ժողովրդագրություն, երբ որ մենք ասում ենք, որ պետքա աջակցենք մեր ավագ սերնդի ներկայացուցիչներին, որ իրենք բնան աշխատաշուկայում նոր բիզնես ստեղծեն, այդ ամեն ինչի ժողովրդագրության մասն է, որտեղ ցավոք սրտի շատ երկրներ ունեն ծերացող հասարակություններ եւ դրան պետք է առերեսվել եւ դրա հետ պետք է հարաբերվել ինչ որ կերպ։ Երկրորդ մասը, Varg-CM-ը, մենք լուծել ենք այդ հարցը ըստ էության, այսինքն առաջի փուլում այդ փակված կամ սննկացած վարկային կազմակերպությունները չեն եղել փոխհատուցվող բանում ցանկում, բայց հետագայում ավելացրել ենք, եթե ամեն պայման բավարարում է, այսինքն այնտեղ մինչև 1 միլիոն դրամը, 3 տարվա վաղեմությունը, անհուսալիության, աշխատանք ունենալը, շահառուի, այդ ամեն ինչը բավարարում է իր վարկը Varg-CM-ից է, ապա նա պետք է կարողանա օգտվել, եւ եթե կա խնդիրներ, խնդրում եմ մեզ դիմեք, մենք ինդիվիդուալ ամեն օր զբաղվում ենք այդ քաղաքացիների խնդիրներով, բայց եթե նա չի բավարարում այդ իմ ասած պահանջներին 1 միլիոն դրամին, 3 տարվա վաղեմության եւ գրանցված աշխատողը, ապա կապ չունի որտեղից է նա իր վարկը ժամանակին ձևակերպել, չի կարողանալու օգտվել այդ ծրագրից։ Երբ որ թոշակը պահլանում էր, նպաստային ձեռքումի, ծրագրի կարտիլոտային մի քանի մարզերում, կարծես երկու մարզում, այդ պիլոտային ծրագրերը հասան ու արդյոք ամբողջական դառնալով Հայաստանի մասշտաբով։ Ասոլիսից ուշանալը լավ բան չէ, էլի հարգելի լրագրող, ոնց որ դասից։ Այ որ օրինակ ես մեր ուղի եթերը հետտակ եւ սկզբից նայեք ձեր հարցերի պատասխանը կստանաք, բայց հատուկ ձեր համար ասեմ, որ պիլոտը Կոտայքի եւ Սյունիքի մարզերում է եւ մենք հիմա դիտարկում ենք, այո, ձեր բարձրացած խնդիրը կա եւ այդ մեր լուծելիք խնդիրներից մեկն է, որպեսզի այնպես չստացվի, որ իրոք կարիքավոր ընտանիքները դուրս մնան համակարգից եւ մենք վերանայելու ենք տարբեր պարամետրեր եւ ոչ միայն դա, այնտեղ բազմաթիվ պարամետրեր կան, ինքը լավ համակարգ է, շատ ավելի լավ է, բայց այնուամենայնիվ նոր եւ տարածվելու ամբողջ Հայաստանի վրա հուլիսի 1-ից։